Ավանդույթը չխախտելով եւ հավատարիմ մնալով սկզբունքներին Կապանի լեռնահարստացման կոմբինատն այս տարի եւս հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրը յուրահատուկ միջոցառում էր կազմակերպել։ Ընկերության աշխատակիցների շուրջ 800 երեխաների թատրոնի տոմսեր էին տրամադրվել։ Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկականի բեմում մանկական ներկայացում էր, որը ինչ խոսք փոքրիկ հանդիսատեսին ժպիտ պարգևեց։ Շատ ողջունելի է, շատ կարևոր քայլ է, շատ ուրախ ենք, որ Կապան քաղաքում կա սենց նախաձեռնություն, հպարտ ենք մեր կոմբինատը, որ սենց զարգացել է, առաջ է գնացել ու ոչ մի պարագայում ոչ մեկին չի մոռանում, այսօր հունիսի 1-ի օրը չի մոռացել մեր բալիկներին։ Ես 4 բալիկների մայր եմ ու շատ ուրախ եմ, որ կա սենց նախաձեռնություն։ Միջոցառումը կազմակերպելիս մեր գլխավոր նպատակն էր երեխաներին պարգևել վառ ժպիտներ եւ վառ հիշողություններ եւ այս ընթացքում ես տեսա նրանց ժպիտներում, թե ինչքան կարեւոր է այսպիսի միջոցառումները նրանց համար։ Օրվա անակնկալը միայն զվարճալի ներկայացումը չէր, երեխաները փուչիկների փունջ բաց թողեցին երկինք, ճերմակ աղավնիներին էլ ազատություն պարգևեցին, իսկ ոմանց էլ դժվար էր շեղել նկարչությունից։ Շատ եմ սիրում ընկերների հետ զբաղվել, ընկերների հետ ուրախանալ, զվարճանալ, ման գալ, երեխաների հետ շփվել։ Շատ եմ սիրում մուլտիկ նայել։ Ամենաշատը սիրում եմ նկարել նավակ։ Ես սիրում եմ տեխնիկալ խաղալ։ Ես սիրում եմ պաղպաղակ։ Շատ եմ սիրում ճաղիկներ քաղել, տալ մայրիկիս։ Սիրում եմ զբաղվել գիմնաստիկայի։ Սիրում եմ ուտել պաղպաղակ։ Արդեն գեղեցիկ ավանդույթ է մեզ համար դարձել, արդեն 3-րդ թե 4-րդ անգամ ենք օգտվում։ Շատ ողջունելի է եւ գնահատելի, որ նրանք իրենց կարեւոր ներդրումն են ունենում մեր երեխաների մշակութային զարգացմանը։ Վառ գույներ, ժպիտներ ու բարձր տրամադրություն օրը ստացված էր։ Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցների նախաձեռնությամբ երեխաները նաև թռչունների համար նախատեսված մի քանի տասնյակ փայտե տնակները գունազարդեցին։ Դրանք հետո իրենց տեղը գտան մանուկների սիրելի հեքիաթագիր Թումանյանի անունը կրող փողոցի եղևնիներին։ Թռչունները, որոնք տուն չունեն կամ եւ բնակվեն այստեղ։